Ասում էին ընդդիմությունը, հատկապես նրանք, որոնք որ չեն միացել Տիգրան Ավինյանի ընտրության, ասում էին, որ առևտուր է տեղի ունեցել ՔՊ-ի եւ հանրային ձայնի միջև։ Նման բան հայտարարողներին ընդհանրապես ես ձեզ խորհուրդ կտամ, իրավունքը ձեռնարկատակ այդ հարցը թե չէ, մի հատ հարց տվեք, ասեք, եթե 2023 թվականի հոկտեմբերի 10-ին առևտուր ա եղել ԿՊ-ի եւ մեր մեջ, ինչն է պատճառը, որ ես անձամբ Գալանքից ու Բարաշենքերա կատարողականից դուրս եմ եկել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, որդիս դեկտեմբերի 10-ին, այսինքն 2 տարի հետո։ Այսինքն այդ ինչ առևտուր է արել, որ պետք է համաձայնվի, որ տղաս կամ կինս կամ ես մտնենք Գալանքի թողեք ավարտեմ, միևնույն ժամանակ այդ ինչ առևտուր էին կարել, որ հանրային ձայն կուսակցության գրասենյակը, այդ դրանից խոսացեք, որ քաղաքական կուսակցության գրասենյակը 3-րդ տարին է կապարակնքված է ամբողջ շրջանառությունը գտնվում է քննչական կոմիտեում, այն դեպքում, երբ որ գործերը գնացել են ամբողջովին դատարան եւ որովից մեկը իրեն չի ճանաչված։ Իսկ հնարավոր է Վարդան Ղուկասյանը մտած լինի առևտրի մեջ։ Ունեք այդպես կասկած կամ ենթադրություն։ Նայեք ժողովուրդ ջան, ամբողջ խնդիրը կանոնանում, ես իրավաբան եմ, բնականաբար որոշակի հարցերի շուրջ ես ունեմ իմ կասկածները, բայց մինչև չունեմ համապատասխաններ, չեմ կարող որևիցե բան ասեմ։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, հնարավոր է Վարդան Ղուկասյանը թե ոչ, ես այն ժամանակ հրակատարողական հիմներքում հնարավորություն ունեցել եմ տեսնել իր լայվը, կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանն ինքը ուղիղ է հայտարարել, որ Ավինյանին քաղաքապետ դարձնել եղել է իր որոշումներից մեկը։